Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչու երիտասարդ կանայք հաճախ խուսափում են իրենց գործատուներին տեղեկացնել այն մասին, որ պլանավորում են ունենալ երեխա կամ հղիություն ունեն։ Բարև ձեզ։ Պետք է քննարկենք նաև օրենքները, հասկանալու համար ինչու են այս վախերը առաջանում եւ ինչպես փարատել դրանք։ Իրավական կարգավորումների տեղեկացված լինելով, մենք կարող ենք ունենալ ավելի պաշտպանված հասարակություն եւ անվտանգ միջավայր պլանավորելու ընտանիք եւ ունենալու երեխաներ։ Այսպես, փորձենք հասկանալ, ինչպիսի արձակուրդի տեսակներ կան, որոնցից կարող է օգտվել կինը ծննդաբերության եւ հղիության ընթացքում, ինչպիսին են այն կարգավորումները, որոնք նախատեսված են պաշտպանելու համար կնոջը հղիության եւ ծննդաբերության ընթացքում եւ երեխայի խնամքի ժամանակահատվածում, ինչպես նաեւ ինչպիսի սոցիալական երաշխիքներ այն նպաստներ է սահմանել պետությունը աջակցելու կնոջը երեխայի խնամքը հեշտ դարձնելու համար։ Եվ իհարկե, եթե այս տեսահոլովակը մինչև վերջ դիտեք, դուք կիմանաք նաև, արդյոք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հայրական արձակուրդ։ Այսպիսով, ինչպիսի արձակուրդի տեսակներ կան։ Առաջինը ծննդաբերության եւ հղիության արձակուրդն է։ Օրենսդիրը այստեղ տարանջատել է 3 տեսակ կարգավորում։ Այն է 140 օր արձակուրդ է նախատեսվում ծննդաբերության բնական ընթացքի համար, 155 օր բարդ ծննդաբերության դեպքում եւ 180 օրացույցային օր միաժամանակ մեկից ավելի երեխա ունենալու պարագայում։ Բոլոր դեպքերում 70 օրը նախատեսվում է հղիության համար արձակուրդ, իսկ համապատասխանաբար 70, 85 եւ 110 օրերը արդեն ծննդաբերության արձակուրդի համար։ Ինչ է տեղի ունենում այն դեպքերում, երբ տեղի է ունենում վաղաժամկետ ծննդաբերություն։ Չօգտագործված օրերը գումարվում են արդեն ծննդաբերության արձակուրդին։ Եվ ժամանակակից տենդենսներին համահունչ օրենսդիրը նաև երաշխիքներ է նախատեսել փոխնակ մոր միջոցով ծնված երեխաների համար, մայրերի համար, որդեգրողների եւ խնամակալների համար։ Այս պարագայում փոխնակ մորը, այսինքն բիոլոգիական մորը, տրվում է մինչև 70 օրացույցային օր արձակուրդ, իսկ խնամակալին իր ցանկության պարագայում համապատասխանաբար 70 կամ 110 օր, եթե ծնվել է բնական ճանապարհով կամ միաժամանակ մեկից ավելի երեխա է որդեգրել եւ փոխնակ մոր միջոցով ունեցել։ Երկրորդ տեսակի արձակուրդը, որի մասին ուզում եմ խոսենք, դա մինչև 3 տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված արձակուրդն է։ Այն կարող է վերցնել թե հայրը, թե մայրը, թե խնամակալը։ Եվ այն հնարավոր է վերցնել մինչև երեխայի 3 տարեկան դառնալը միանգամից կամ մաս-մաս։ Այս արձակուրդից կարող է օգտվել ծնողներից միայն մեկը իր դիմումի հիման վրա։ Այժմ խոսենք այն իրավական երաշխիքների մասին, որոնք օրենսդիրը նախատեսել է կնոջ համար հղիության եւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում։ Կարևոր է նկատել, որ հաճախ կանանց մտահոգությունները պայմանավորված են այն հանգամանքով, թե արդյոք ես կկորցնեմ իմ աշխատատեղը եւ գործատուն կլուծի ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, եթե ես գտնվեմ ծննդաբերության արձակուրդում։ Պատասխանը՝ ոչ։ Օրենսդիրը սահմանել է հստակ կարգավորում, որ գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող լուծել պայմանագիրը, երբ կինը տեղեկացրել է իր հղիության մասին եւ մինչեւ ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո 1 ամիսը լրանալը։ Իսկ ինչպիսի կարգավորումներ է նախատեսել օրենսդիրը երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար։ Այստեղ եւս գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող խզել պայմանագիրը բացառությամբ սահմանափակ դեպքերի, ինչպիսիք են կազմակերպության լուծարումը կամ տվյալ հաստիքների կրճատումը։ Այսպիսով, բարձր ցենզ է սահմանված աշխատատեղի պաշտպանության եւ պահպանման համար։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որ պետք է իմանա կինը, երբ նախատեսում է ծննդաբերական արձակուրդ մեկնել։
Հղիության ընթացքում կնոջ համար կարող է սահմանվել կրճատ ժամանակահատվածով աշխատանքային օր կամ շաբաթ։ Ավելին, եթե կինը պետք է մեկնի գործուղման կամ աշխատի ոչ աշխատանքային օրերին, տնից հավելյալ աշխատանք կատարի, այս ամենի համար գործատուն պետք է նրանից ստանա վերջինիս համաձայնությունը։ Եվ ևս մեկ հետաքրքիր կարգավորում. կրծքով կերակրող կանայք, բացի հիմնական ընդմիջումից, յուրաքանչյուր 3 ժամը մեկ առնվազն 30 րոպե հավելյալ ընդմիջում պետք է ունենան, հնարավորություն ստանալով երեխային կրծքով կերակրելու համար։ Այժմ խոսենք, ինչպիսի սոցիալական երաշխիքներ է նախատեսել պետությունը կնոջ համար թեթևացնելու համար վերջինիս բեռը երեխայի խնամքի ժամանակահատվածում։ Եվ այստեղ պետք է տարանջատել մի քանի տեսակ նպաստներ։ Առաջինը՝ մայրության միանվագ նպաստ, մայրության ծննդաբերության նպաստ, երեխայի մինչև 2 տարեկանը խնամքի նպաստ, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստներ։ Կարևոր է նկատել, որ վերջին շրջանում որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել նպաստների չափի և վճարման կարգի հետ կապված, որոնց մասին կարող ենք խոսել մեր հաջորդ տեսահոլովակներում։ Իսկ այժմ, ինչպես խոստացել էի, վերադառնամ այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հայրական արձակուրդ։ Եվ պատասխանն է՝ այո։ Այն դեպքերում, երբ երեխայի ծննդյան 30 օրերի ընթացքում հայրը ցանկանում է մեկնել վճարվող արձակուրդ, նա կարող է դիմել և ստանալ մինչև 5 օր վճարվող արձակուրդ։ Միևնույն ժամանակ, տղամարդը կարող է մինչև 2 ամիս չվճարվող արձակուրդի համար դիմում ներկայացնել և ստանալ այն դեպքում, երբ վերջինիս կինը դեռևս գտնվում է ծննդաբերության արձակուրդում կամ խնամքին ունի մինչև 1 տարեկան երեխա և երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում։ Շնորհակալություն, հուսամ հետաքրքիր էր թեման և այն կկիսվեք ձեր ընկերների հետ։ Խնդրում եմ մեկնաբանություններ թողնել և գրել այն հարցերի շրջանակը, որոնց կցանկանաք, որպեսզի հետագայում անդրադառնանք, լուսաբանենք, տանք դրանց իրավական մեկնաբանությունները և անպայման կհանդիպենք մյուս շաբաթ ձեզ հետաքրքրող հարցերին պատասխաններ տալու համար։